տրամադրություն ունեք, սև եք հագնել այսօր, ինչով է պայմանավորված։ Նորը սև հագուստս, չէ ուղղակի ընթացիկ շատ ավելի կարևոր հարցեր կան, ինձ հարցրեցիք ինչ տրամադրությամբ, ինչ ապրումներով, շատ ծանր, գիտակցումով, թե ինչ դժվար ժամանակներ են մեզ սպասում, գիտակցումով, որ խորհրդարանական ընտրությունները լեգիտիմության լրջագույն պակաս ունեն, գիտակցումով, որ այսօր խորհրդարանում չկա այն ուժը, որից ձայները գողացան եւ խորհրդարանը այլ պատկեր կունենար, եթե ձայնագողությունը չլիներ, գիտակցումով, որ ընտրությունները չլուծեցին մեր ժողովրդի համար մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնցից ամենայականը թերևս անվտանգային խնդրից հետո շարունակում է մնալ ազգային պառակտվածությունը եւ բազմաթիվ մարտահրավերներ, որոնց պատասխանները եւ դրանց պատասխանելու ունակությունը եւ դրանք լուծելու ունակությունը չունի քաղաքական մեծամասնություն։ Ամեն դեպքում Տիկին Գալստյան այս ընտրությունները նաեւ արձանագրեցին, որ ընդդիմությունը ունի կայուն այսպես ընտրազանգված եւ նրանց թիվը ավելի մեծ էր, թեև հաշվարկով այլ էր, բայց համամասնությունը նկատի ունեմ եւ արդյոք մանդատագողությունը, ձայնագողությունը կփրկի իրավիճակի իշխանության համար, հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրները, որ այսօր առկա են։ Ես կարծում հենց այդ հարցերի պատասխանն էի տալիս, ասելով, որ այս ընտրությունները իսկապես Հայաստանի թե ներքաղաքական, թե աշխարհաքաղաքական մարտահրավերների լուծում չի տալիս գոնե թվային պատկերով, իսկ այն, որ Հայաստանում մոտավորապես այս ձայնագողության ամբողջ համատեքստը իմանալով հանդերձ փաստացի 800,000 ձայնի տարբերություն կա, չէ՞, մեր հավաքական ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության միջեւ եւ գիտեք ես ուզում եմ որ թե քաղաքական ուժերը գիտակցում ունեն ընդդիմադիր եւ ազգային քաղաքական ուժերը նկատի ունեն նաեւ հասարակությունը նաեւ պիտի հասկանա թե ինչ լրջագույն մարտահրավերներ են մեզ սպասում եւ նաեւ այս հանրային լռության ինչ որ իմաստով պատը ճեղքելու խնդիր մենք ունենք մեր ռազմավարական հիմնական օրակարգը չի շարունակում է մնալ ուժի մեջ իշխանափոխությունն է նոր որակի իշխանության ձևավորումը դա մեր ռազմավարական հիմնական խնդիրն է եւ գիտեք իմ բոլոր ակնկալիքները նախ եւ առաջ կապված են մեր քաղաքական ուժի հետ, կապված են սպասումները եւ այլն մեր մոտեցումներով են պայմանավորված եւ բնականաբար շատ են կարեւորում հանրության հետ երկխոսությունը։ Պայքարը շարունակվում է։